Անասունը կախում ենք սրանից, բարձրացնում ենք վերև, արունը շատ լավ քանվում է, ինքը կախած շատ լավ է լինում, էլի, արուն չի մնում մսի մեջ, շատ մաքուր է լինում միսը։ Բուրաստան համայնքում գործող Նաջարյան սպանդանոցն Արարատի մարզի անասնաբույծները շատ լավ գիտեն։ Դեռ երիտասարդ տարիներից անասնապահությամբ զբաղվող Զոհրաբ Թորոսյանին ոգևորել է հայտնի Ոսկեցլիկ ֆիլմի հերոսը, հետո որոշել է սկսած գործը նրա անունով կոչել։ Ասում է, ժամանակակից չափանիշներին համապատասխանող այս սպանդանոցը 2020 թվականին կառուցելու համար շուրջ 60 միլիոն դրամ է ներդրել, բայց 4 տարի սպանդանոցի դուռը բացող չկար։ Ես իմանայի սենց պետք չլիներ, չէի սարքել, ես կան ներդրում չէի անիստեղ։ Դա հիմա ինչ արած, եղել է, ոչինչ։ Հիմա ոնց ասած գործից կեսից հետ կայներ չկա, էլի, հիմա սպասում ենք, փորձում ենք, որ լավ լինի։ Սպանդանոցային մորթի պահանջն ամբողջ հանրապետությունում պարտադիր էր դարձել դեռ 2020 թվականի հուլիսի 1-ին, բայց միայն 2023 թվականի վերջին պատկան մարմինները սկսեցին հետամուտ լինել պահանջի կատարմանը։ Անասնապահներն ըստ այս կարգավորման այլևս չեն կարող նախկինի պես բակերում անասուն մորթել եւ շուկա տանել։ Սպանդանոց հիմնած Զոհրաբն ասում է, գործը սկսեց մի փոքր աշխուժանալ նախորդ տարվա վերջին, երբ մսի վաճառքի կետերում սննդամթերքի անվտանգության տեսուչները սկսեցին ամենօրյա ստուգումներ անել։ Պարզելու վաճառվող միսն ունի սպանդանոցային մորթը հաստատող 5-րդ ձևի փաստաթուղթ, թե ոչ։ Զոհրաբը նշում է, իր սպանդանոցում շաբաթը 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու մորթ է լինում, 20-ից 25 գլուխ էլ խոզ է մորթվում։ Այսօր չի եղել մորթ, երեք եղել է 2-3 հատ։ Կարա լինի մի 3 օր լինի, կարա լինի, որ մի 3-4 օր չլինի, մի օր լինի։ Երևի ինձ թվում է ռեալիզացիայից է կախված մարզի, թե ինչքան է ծախվում, պետք է ծախեն վերջացնում են, նոր բերում նորից մորթում են, էլի ժողովուրդը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում գրանցված է 118 խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, ձիու, ճագարի եւ 24 թռչնի մորթ իրականացնող սպանդանոց։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով գրանցված սպանդանոցներից 13-ն այս պահին չի գործում։ Օրինակ, Շիրակի մարզում գրանցված 4 սպանդանոցներից ոչ մեկը մորթ չի իրականացնում։ Ֆակտոր TV-ն կապ հաստատեց այդ ընկերությունների ղեկավարների հետ, պարզելու ինչու են պարապուր դիմաց։ Սպանդանոցային բիզնես հիմնած տնտեսվարողները պնդում են, գլխավոր պատճառը սպանդանոցում մորթի համար սահմանված արժեքն է։ Եթե ֆերմերը նախկինում բակային մորթի համար մսագործին 5000 դրամ էր վճարում, հիմա սպանդանոցում ժամանակակից պահանջներով մորթի համար պետք է 10000-ից 15000 դրամ վճարի։ Պարտավոր է նաև սեփական միջոցներով կենդանուն այնտեղ հասցնել։ Այս պայմաններում սպանդանոցի տերերը ասում են, վնասով են աշխատում թե իրենք, թե գյուղացիները։ Ցավոք սրտի օրենքը չգործեց, հավատալով օրենքին, որ կգործի, վերջը պետություն ենք։ Ժամանակ առ ժամանակ խստացումներ, տարվա մեջ 2-3 անգամ հնարավոր էր խստացումների արդյունքում պահանջ լինի, աշխատում ենք։ Դրանից հետո էլ կայնեցրել եմ ու էլ չեմ էլ աշխատում, որովհետև չեմ էլ հավատում, որ կգործի այս օրենքը։ Հայկազոր գյուղի ֆերմերը կենդանուն ամենամոտ սպանդանոց Արագածոտնի մարզի Թարին քաղաք հասցնելու համար պետք է 35 կիլոմետր ճանապարհ կտրի։ Թեև օրենքի պարտադիր պահանջ է, որ առևտրի կետերում վաճառվող միսը 5-րդ ձևի փաստաթուղթ ունենա, բայց մսավաճառները վստահեցնում են, գնորդներից շատերը տեղյակ չեն այդ մասին, ոչ էլ պահանջում են։ Լավ, այսօր ես շուխուրն եղավ իմացանեցի, թուղթա դեջեսկի եսի, արտադրողը չգիտի ինչ, 20 րոպե մի ժամ 10 օր կայնեք մի հատ այսպես հաճախորդի բերնից չեք լսի, այս մարդն ինչ մեզ թուղթ ինչ է։ Սպանդանոցային մորթի խթանման նպատակով անցած տարեվերջին կառավարությունը գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման նոր արտոնություններ սահմանեց։ Մոդուլային կամ շարժական սպանդանոց ձեռք բերելիս կանխավճարի 80%-ը պետությունն է սուբսիդավորում, բայց սպանդանոցների շուրջ գյուղացիների դժգոհությունը չի մարում։ Շիրակի մարզի ֆերմերները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում պատկան մարմիններից պահանջելով լուծել սպանդանոցների հարցը։ Նիկոլ Փաշինյանն անցած ամռանը կառավարության նիստում անդրադարձավ սպանդանոցների ծրագրին։ Կառավարության ղեկավարը նշեց, որոշել են շարժական սպանդանոցներ ձեռք բերելու դեպքում գրեթե ամբողջությամբ փոխհատուցել ծախսը, սուբսիդավորել վճարած տոկոսները։ Փաշինյանի համոզմամբ, անկախ նրանից, թե կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում, յուրաքանչյուր բիզնեսմեն պետք է հասկանա, գործի պատասխանատուն ինքն է։ Գնալու ենք մարզեր, մեկ էլ տենալու ենք, որ սիրուն ներկած բանը շրջիկ սպանդանոցը դրած,
Մի քաղաքացի տխուր դեմը կանգնած է եւ սպասում է մեզ։ Գնալու ենք ասելու ենք ինչ կա, դե ասելու է, առա չի աշխատում։ Չի աշխատում։ Չկա, պահանջարկ չկա։ Եվ մենք քաղաքացուն բացատրելու ենք, ասելու ենք եղբայր կամ քույր, դա քո բիզնեսն է, մենք քեզ ինչով ասես աջակցել ենք։ Բիզնեսի հետագա եկամտաբերությունը ապահովելը քո խնդիրն է։ Չնայած պետական աջակցությանը ծրագրի մեկնարկից գրեթե 8 ամիս անց շարժական սպանդանոց կառուցելու նոր հայտ դեռ չի ստացվել, իսկ հանրապետությունում գործում է 6 շարժական սպանդանոց, 4-ը Արմավիրի, 1-ը Արագածոտնի, 1-ն էլ Լոռու մարզերում։ Այս տարի սպանդանոց կառուցելու 3 հայտ է ստացել ՍԱՏՄ-ն, որոնք կկառուցվեն Տավուշի, Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Մեկն արդեն իսկ գրանցվել եւ գործում է Վայոց ձորի մարզի Ագարակաձոր բնակավայրում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի համաձայն հունվարի դրությամբ հանրապետությունում արտադրվել է 1818 տոննա միս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1545 տոննա։ Անցած տարեվերջին ամանորի նախաշեմին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ իրականացրեց մսի վաճառքի կետերում, որոնք ուղեկցվեցին նաև սպանդանոցային ծագում չունեցող մսի վաճառքով զբաղվողների նկատմամբ բռնություններով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցած տվյալներով 2024 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին գրանցված խախտումների վերաբերյալ կազմվել է 92 ակտ։ Առգրավվել եւ ոչնչացվել է 3509 կիլոգրամ ոչ սպանդանոցային ծագմամբ, իսկ այս տարվա փետրվար ամսվա դրությամբ 27 ակտի հիման վրա 496 կիլոգրամ ոչ սպանդանոցային միս։ Արդյոք սա ոչ սպանդանոցային մորթի ենթարկված մսի իրացման ամբողջ ծավալն է։ Պատկան մարմիններն այս մասին լռում են, բայց դժվար չէ գուշակել հարցի պատասխանը, եթե հաշվի առնենք փաստը, որ օրինակ Շիրակի մարզում, որտեղ անասնապահությունը գյուղացիների հիմնական զբաղմունքն է, գործող սպանդանոց չկա։